Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ցավում եմ, որ բացի բուն թեմայից այս ամբիոնից խոսվեց ամեն ինչի մասին։ Եվ Տիկին Նաղդալյանը մեջ բերում արեց իմ նախորդ ելույթներից, որ ժամավաճառություն, այսօր ես կասեմ, որ մենք զբաղված ենք դեմագոգիայով։ Եվ բնականաբար պետք է պատասխաններ տամ, ստիպված, որ հանրության մոտ չընկալվի այն կարծիքը, որ մենք համաձայն ենք, եթե պատասխան չենք տալի։ Իհարկե մի փոքր պատմական էքսկուրս կատարենք նախորդ ռետորի ելույթներին 1991 թվական Գերագույն խորհրդի ընտրություններ։ ՀՀՇ-ն ամբողջ ուժով առաջադրանք էր դրել, ով ուզում է անցնի, միայն չանցնի Վահրամ Բաղդասարյանը։ Թվերը կան բոլոր։ Երկու փուլից էր։ Առաջի փուլում սկզբնական հաշվարկով 57%, այսինքն անցել է մի անգամից։ Մեկ ժամ հետո ասում են, որ վերահաշվարկ են կատարել անվավերնել, ընդամենը 37 ձայն, չի բավարարել, որ անցնեմ առաջի փուլով։ Դե ժպիտով երիտասարդ տղա, ոչ հանձնաժողով, ոչ միայն վստահված անձեր եմ ունեցել, ասի ոչինչ, երկրորդ փուլով կհաղթենք։ Երկրորդ փուլի ժամանակ բաժանվեց 3500 հատ հեռուստացույցի կտրոն, 7000 հատ սառնարանի կտրոն, իսկ ընդամենը լիմիտով հատկացված էր, հետագայում ճշտեցինք 100-200 հատ, որ այդ տարածքին ընդամենը այդքան կտրոն էր ասում, երկրաշարժից հետո էր կտրոններ կային, եւ այլն եկավ հանկարծ բացվեց արկղները եւ ընդամենը պարտվել էի 71 ձայնով։ Եվ երջանկայի շատակ Լեոնիդ Սամսոնիչը տարիներ հետո մեքենայով մեկնելուց բանաձոր ասեց Վահրամ, վաղեմությունն անցել է, հիշում ես 91, ասի այո, հաղթել էիր դու, բայց ինչ շատ էր պետք, ՀՀՇ-ի հետ համագործակցեցինք։ Ինչևից է, 95 թվական տեխնացիոնը առաջադրվել է ոստիկանության վարչության պետի տեղակալը ՀՀՇ անդամը եւ գիշերային հանդիպումներ, գիշերը ժամը 3-ին ինձ անում են անկողնուց վարչության պետի կաբինետ Երևանից դելեգացիա։ Ուղարկված է անուններ են տալի, դուք գիտեք ում անունները, որ հանեք ձեր տեխնացիոնը, ոչ չեմ հանի, չեմ կարող։ Որից հետո հրավիրում եմ Երևան, ներքին գործերի նախարարություն, ոչ չեմ հանի, որից հետո վարչապետի մոտ դիմումս ներկայացնում եմ, կահույքի ֆաբրիկայի տնօրեն, խնդրում եմ ինձ ազատեք աշխատանքից, ես չեմ հանելու։ Բոլոր իմ ընկերներին կալանավորում են, առանց որևէ վիրավորելու, տանում են, ասում են ժամը 8-ին ձեզ բաց կթողնեն, բացում են արկղները, 4970 ձայն Բաղդասարյան Վահրամ, ՀՀՇ ներկայացուցիչ 470 ձայն, բոլոր 6-5 տեխնացիները միասին հավաքել են 2300 ձայն, ես միայն 4900 ձայն։ Քաղաքապետի ընտրություններ 96 թվական, կալանավորեցին ամբողջ ընտանիքս, եղբայրներիս, բոլոր ընկերներիս, բնականաբար հաղթեցի, այն ժամանակ ահուս սարսափ տարածող անուններ կան եւ ընդ որում մինչեւ այդ քաղաքապետին պետք է ընտրեր տեղական սովետները, տեղական սովետները անդադ 63 ձայներ պետք։ Գալիս է ես հավաքում եմ 62 ձայն։ ՀՀՇ ներկայացուցիչ հավաքում էր 25-30 ձայն։ Դե 7 օր էր, 7 օր հետո եթե չի ընտրվում, բնականաբար պետք է պրեֆեկտ նշանակի։ Կարո մի ձայն պակասում էր, 2 ձայն պակասում էր, ինչևից է։ 96 թվականին խայտարակ հաղթանակ դար առաջի փուլում 53%, նորից վերահաշվարկ կատարեցին, ասին 49.4, 50% չկա, ներողություն ենք խնդրում, երկրորդ փուլ պետք է լինի։ Սկսեց կալանավորումները։ Խայտարակ իրավիճակ, որից հետո գնաց դատական պրոցես, դատավճիռը կայացնելու հենց նախորդ օրը 2 օր առաջ անհայտ պատճառներով դատավորը վրայերթի ընտրվեց եւ մահացավ։ Գործը տեղափոխվեց Դիլիջան։ Դիլիջանում վճիռը կայացվեց օգուտ մեզ, որից հետո գնաց Գերագույն դատարան, դատ չեղավ եւ մի ազդեցիկ զանգ։ Քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ Վանաձորի քաղաքապետը պետք է լինի ՀՀՇ ներկայացուցիչ։ Դրանից հետո բոլորն ազատվեցին, իմ եղբայրս էլ ազնիվ եղավ, եղբայրներս, բոլորներ, իհարկե մի 10-12 արտագաղթեցին։ Այն ժամանակից արտագաղթը սկսվել էր, արտագաղթեցին օտար երկրներ, չեմ ուզում խորանալ այլևս։ Ինչևից է, մենք այսօր ականատես եղանք դեմագոգիայի, այսինքն բոլոր հնարավոր տարբերակները անում են, որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն սահմանադրական բարեփոխումներից։
մատերի թանակոտում, այսինքն զզվեցնել ժողովրդին, որպեսզի չգան ընտրությունների։ Այդ նույն բանը ասում է հանրությունը, այս 3-4 ես շրջացել եմ կատարում մարզերում եւ ասում են, դեռ ձեռառնելու բան չունեք, հիմա էլ ուզում եք թանակոտեք մատերներս, մեզ ինչ չեք վստահում եւ ես հայտարարում եմ։ Գիտեք ինչի՞ չէին։ Հակի մեր ընկերները վստահում ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը իրեն չի վստահում։ Այդ իսկ պատճառով նրանք վրեժ են լուծում եւ չեն վստահում ժողովրդին։ Գիտեք ինչ չեն նրանք վստահում իրենց նշանակած հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձերին, որովհետեւ իրենց իսկ նշանակած վստահված անձերը եւ հանձնաժողովի անդամները չեն վստահում իրենց, որովհետեւ ժամանակին տեսել են թե ինչեր են անում նրանք, թե ինչ մեխանիզմներ ունեն, ինչ փաթեթ ունեն։ Եվ այն գիտական պոտենցիալը, որ ունեին կեղծարարների գիտական պոտենցիալը, որի մաշկի առաջ է եղել, դուք գիտեք, ես 90-ականներից քաղաքականության մեջ եմ եւ այստեղ եմ, եւ այդ բոլոր մեխանիզմները իմ դեմ կիրառվել է։ Եվ այնտեղ մի հատ հզոր ինստիտուտ էր աշխատում, եւ ով կարող էր դրա դեմը արդել։ Հիմա արմատախիլ են կարել, համարյա ոչնչացրել ենք դրանք, բան չի մնում, եւ նրանք մտավախություն ունեն։ Ասում են իրենք հենց հիմա ձեզ եք անդրադառնում։ Ասում են, որ կարող է հանկարծ այս բարեփոխումները մեր նպատակն է եղել։ Այս հանրապետականները չկարողանան անեն։ Արա իշխանությունը տվեք մեզ, մենք անենք։ Այդ ամեն ինչը մենք անենք, մենք լավ ենք տիրապետում։ Չի լինի այդպիսի բան։ Տիկին Նաղդալյանը այստեղից հայտարարեց, մի քանի անգամ հայտարարել ենք, որ քաղաքական կամք է պետք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ պրովոկացիաները որևէ բան չազդի հանրակրվեի ազդեցության վրա, եւ մենք պետք է իդեալական եւ բաքուն ընտրություններ կատարենք։ Եվ ես ուզում եմ նաև մեր նախկին կոալիցիոն գործընկերներին, մեր հարգարժան օրինաձեռքիր կուսակցությանը, խմբակցության ղեկավարին, որ այդպես անպագորգոր պետք չէ այսպես բաներ խոսել։ Մի քիչ տեղ թողեք։ Քաղաքականությունը գնում է, հանկարծ կարող է իրավիճակ լինել, մի հակառակ ելույթներ ունենանք, մի քիչ պետք է տեղ թողենք, որպեսզի կարողանանք այնպիսի ելույթներ ունենանք, որ հետո 1 տարի, 2 տարի հետո չհամաչենք մեր ելույթների համար։ Դուք մեր գործընկերներն եք եղել, հանրապետականի գործընկերներն եք եղել, եւ այդքան խիստ գնահատականներ, այդպես արդեն կեղծված է, արդեն ստվեր գցել հանրակրվեի վրա։ Միևնույնն է, չի հաջողվելու դա։ Դուք չեք կարող ստվեր գցել։ Ես նորից եմ կրկնում, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ պրովոկացիաների առաջ կարողանանք առնել։ Հիմա բուն օրենքի հետ կապված մենք ասում ենք, որ այո 5 քաղաքական ուժերը կատարեցին հայտարարություն։ Մենք պնդում ենք, այո կա խնդիր, մենք այդ խնդրին պետք է անդրադառնանք։ Եվ կարծես ողջունում էին։ Եվ կարծես ողջունում էին նաև քաղաքական ուժերը, ասում են, ինչ լավ մեխանիզմ է գտել։ Եվ հստակ 9-րդ հոդվածում գրված է, որ ընտրական ցուցակներում գրում է ծննդյան թիվը, ամիս ամսաթիվը, անուն ազգանունը, հասցեն։ Եվ մենք ասում ենք այն բոլոր քաղաքացիները, որոնք քրվակում են ID քարտերով, առանձին սյունակում մենք նշումներ ենք կատարում եւ արձանագրությունը տրվում է բոլորի վստահված անձերին։ Ինչ է նշանակում դրսում կախել այդ ցուցակը, որ մի հատ է խախտումը կատարենք, թե արձանագրությունները տալիս ենք այդ մարդկանց։ Եվ կա հիմա բոլոր կուսակցությունները ունեն այդ ծրագիրը։ Ցանկացած անուն ազգանուն երբ որ խփում ես, անմիջապես վերում է թե որտեղ են քվեարկել կամ այդ մարդը քանի անգամ է քվեարկել։ Եվ նորից եմ կրկնում, քանի որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն վստահում իրենց վստահված անձերին եւ հանձնաժողովի անդամներին, բնականաբար ինչ որ այսպես ասած ինտրիգներ են մտածում, թե ինչ կարող է լինել կամ ինչ անենք, որպեսզի ցեղ շպրտենք այդ բանի հանրակրվեի վրա։ Եվ ես ասում եմ 5 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ընդդիմադիր, հանձնաժողովի անդամները 9-5-ի դեմ, եւ այսօր օրենքը թույլ է տալի վստահված անձը նաեւ նստի հանձնաժողովի անդամների մեջտեղում։ Եվ այդ վերահսկողությունը կատարի։ Սա իդեալական տարբերակ է, եւ այդ ID քարտերը պարզապես մատի փաթաթան են։ Ասում են, եթե միևնույն է այդ ID քարտերը արված են նրա համար, եթե այնտեղ էլ մենք վերահսկողությունը սահմանենք, այդ փաթեթը պետք է փաթեթավորվի եւ գնա կենտրոնական ընտրական հանձնաժողով, այնտեղ ինչ ուզենան գրեն։ Եվ որ ինչ ուզենան պետք է գրեն ID քարտերն ինչ կապ ունի, մեկը ինչ ուզենան պետք է գրեն։ Այսինքն եւս մեկ անգամ դուք ձեզ հակասում եք, որ այդ ID քարտերը ձեզ համար խոսափող է, որպեսզի դուք ելույթ ունենաք։ Հաջորդը, այստեղից արդեն շատ հստակ բարձրաձայնում եք, որ այս ընտրությունները կեղծված են։ Մենք բովանդակային 6 ամիս առաջ, 3 ամիս առաջ ասում էին որոշ քաղաքական ուժեր, մենք որևէ բովանդակային քննարկման չենք մասնակցելու։
Այսօր տեսնում եմ բոլորը շատ ակտիվ մասնակցում են բովանդակային քննարկման, ինչու համար, որովհետև կան տեսախցիկներ, կա խոսափող, մարդ պետք է սկզբունք ունենա, քաղաքական ուժը պետք է սկզբունք ունենա, եթե հայտարարում է, որ չի մասնակցելու, ուրեմն չպետք է մասնակցի, եթե մասնակցում է, գոնե մի փոքր օբյեկտիվություն պետք է ունենա, որ դրականի մասն էլ խոսա, վերջը ասում ենք 100% անոց համամասնական, պարլամենտական համակարգ, դա եղել է ձեր բաղի մի երազանքը, ասում են ոչ վերարտադրություն, արդեն հոգնել ենք դրա մասին խոսելուց. Սա լավագույն տարբերակն է, եկեք ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այն ժամանակ այս բոլոր մտաբախություններն էլ արդեն ավարտված կլինեն, նոր ընտրական օրենսգիրքը արդեն քննարկելու ժամանակ։ Գնացեք, հաղթեք եւ դարձեք մեծամասնություն։ Գնացեք նշանակեք ձեր վարչապետին, նշանակեք ընտրեք ձեր նախագահային ազգային ժողով եւ ամբողջ իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը։ Դուք ասում եք ժողովրդի մոբիլիզացիայի մասին եք խոսում։ Դուք չեք կարողանում դուք ինքներդ ձեզ մոբիլիզացնեք։ Ընդդիմադիրներից մեկն ասում է, պետք է բոյկոտենք, չմասնակցենք քվեարկությանը։ Իր կողքի անմիջապես կամ կուսակիցը կամ նախկին կուսակիցի մեջ խառնել եմ, չգիտեմ ովքեր են իրար հետ նույն կուսակցությունում, ովքեր են տարբեր կուսակցություններում։ Նա էլ ասում է, ոչ մենք պետք է գնանք ոչ ասենք։ Մի հատ մտածեք դուք ինչ եք ասում ինքներդ։ Ընդհանուր հայտարարի եկեք, որ մենք դրա պատասխանը տանք, որ մեկիդ պատասխանը տանք։ Ֆրակցիան քայքայեցիք, այստեղ պարոն Շարմազանովը նշեց։ Կուսակցությունը քայքայեցիք, գյոզալ կուսակցությունն է, ժառանգությունն է, երկրի ապագան քայքայեցիք։ Բոլորին գցեցիք դռնեդուր, մարդ չգիտի թե ինչ է անում, Ռաֆին չգիտի ինչ է անում, առաջարկում են կարի սահմանադրական բարեփոխումները, հանձնաժողով ստեղծի ղեկավարի հրաժարվում է, ընտրում ենք դեպուտատ գալիս հրաժարվում է, ֆրակցիայի ղեկավար հրաժարվում է։ Այս առիթով ես մի անգամ եմ ասել, Վիլյամ Սարոյանին հարցնում են, ասում են, տեսնում ես, վարպետ, 75 տարեկան Սաղաթել-Բիձին ծխելը թարգել է, ասում ես հնարավոր չէ։ Վիլյամ Սարոյանն ասում է, Սաղաթելը անկամքի մեկն է, նա ոչ մի գործ մինչև վերջ չի հասցրել։ Ես մեղավոր եմ դուք անկամքի մեկն եք, ոչ մի գործ մինչև վերջ չեք հասցնում։ Կիսատ պրատ գործերը թողալով եկել եք ժողովրդի պատասխանատվությունն եք ուզում վերցնել։ Չենք տալու այդ պատասխանատվությունը, դրա համար կա սահմանադրական ճանապարհ։ Գնացեք սահմանադրական ճանապարհով, հետո դեմագոգիայով զբաղվեք։ Մտածում ենք հանգիստ խոսենք, հանգիստ պատասխաններ տանք, ուրեմն խոսում են այնպիսի մարդիկ, որ իրենց կյանքի ընթացքում այս պետության համար որևէ բան չեն արել։ Բացի իրեն կողակիցներին քննադատելուց, իրենց իսկ կուսակցությունները քայքայելուց, իրենց գործընկերների վարկաբեկելուց, իրենց պետությունն ու երկիրը վարկաբեկելուց, Վրաստանից սկսած հաջորդ ինձ թվում է Ադրբեջանում եւ Թուրքիայում միտինգներ կանեն։ Շնորհակալություն։